Ալիև ինչ թույլ է վերկա կիրիսում ասում։ Ջերի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր, միշտ հաղթողը թելադրում է թե ինչ պիտի անեն։ Մենք պետքա չենթարկվենք մեր, ասենք, տարազներից, մեր ունեցվածքից, մեր սահմանադրությունից ինչ որ կա, ասենք, ավելացնենք, ոչ թե պակասացնենք։ Թե չէ Ալիևը ինչ կասի, Էրդողանը ինչ կասի, դա իրանք ասելու են։ Իրանք ասածը մեզ ինչ։ Ես ինքս եկած Կիրաբաց եմ, 90 թվականներին կռիվ եկավ, ամուսնացա, եկա ես Ղարաբաղ, ամուսնացան դեղ, մնացինք դեղ։ Մենք դեղից վերադարձ հեսանք ստեղ, փախանք եկանք հեսանք ստեղ։ Դե ինչ իրանց հետ ոնց իլես, ոնց կարաս դու նորից թուրքի հետ ապրես։ Թող էլ ուզում ա թող գնա ապրի, թուրքը թուրքի հետ կապրի, հա, բայց մենք թուրք չենք, մենք հայ ենք։ Այս դեղ չկա մեկ բնակվեք, ամեն ինչ։ Երբ որ հայերը միլիոնից ավել, 2 միլիոն, 4 միլիոն, այբ որ հայերը կան նեղ, այս ժամանակ բարեկամություն կանենք, ամեն ինչ կենի իր տեղը, ինչի մասնախոս կան։ Այդքան թշնամական գործերի մեջ նորից իրար հետ ապրելը չեմ հավատում, անհնարին է։ Ես չեմ պատրաստվում ինչ-որ մի հատ կակոյնի բույս թուրքի հետ համատեղ ապրելու։ Մեր աղբերների գերեզմանը 2 մետր ներքև է։ Ամեն անգամ ասնելուց հետ դառնալուց ասենք ինչ պետք է մտածես։ Թուրքի հետ պատրուկ անելով իջնենք ու նայենք գերեզմանին, մենք մեզ լավ զգանք։ Ճանապարհների ապաշրջապատման մասին։ Դա իրեն սովորական մեր պետության, մեր զորենության, մեր անկախության, մեր օրենքներով կլինի, կթողենք, չի լինի չենք թողնի։ Ճանապարհը թող բաց լինի, բայց միասին ապրելը դժվար է։ Վերքերը շատ է։ Ճանապարհներն իրանց էլ իրանց համար։ Մենք օգտա ճանապարհը։ Սաղ տուղա, բրծա, էլ ինչ։ Ոչ ճանապարհ մնաց, ոչ մի բան։ Ամերիկան ոչ մեկը մեզ չփրկի, մենք պիտի մեզ փրկենք։ Ո՞վ պիտի մեզ փրկի։ Ամերիկան գալու է, հա, ինչ անի։ Մեր փրկությունը մեր ուժն է, այդ ասելա այնպես մեր առաջնորդը Գարեգին Նժդեր, քո ուժը քո վստահության իրապար, ուրիշ վիրեմ հույս մի տիր։ Պիտի այդ միկրոֆոնը դնես գետնին, իրար հետ սենց համախմբվենք, զենքը վերցնենք առաջ գնանք։ Այո, անպայման, բա օրենքներ եք մտածում կառավարությունում, կին տղամարդ հավասարություն եք սարքել, բա ինչ եք ուզում, այդ գործում էլ պետք է հավասար լինենք։ Ամեն տեղ, կին, տղամարդ, բոլորը։ Պիտի միասնական լինենք։ Մի բորոս դառնանք, պահենք։ Մենակ տենց կարանք փրկենք։ Բա որ միասնական լինենք, ինչ գործ ունի Ադրբեջանի դրոշը մեր լեռնագագաթների վրա։ Միջև այդ բազմակուսակցությունը չվերանա, ոչ չի լինելու։ Տանը ղեկավարը մեկն է, այս երկրի ղեկավարը պետք է մեկն է։ Հիմա աղբանոց է, այս խորհրդարան, ագրավները մենակ նստած։ Ժողովուրդին կբայկոտեն, ոչ բան չեն անում։ Ինչ են անում, թանկացում, խաբեբում, ամեն ինչ։ Ոչ բան ես չեմ տեսնում։ Ասողը մեկը պետք է։ Պետք է Տիգրամեցի օրենքն է։ Մայրաքաղաքը պետք է սահմանամերձում բնակվի, վերջ, ուրիշ տարբերակ չկա։ Որ կան ամուր պահելու ենք, ամեն ինչ էլ ունենք, կպահենք։ Մեր գորիսեցիկ լավ է սահման են պահում, մեր գորիսեցիկ ընտիր ամեն ինչ։ Չէ, որ մենք միասին լինենք, ամեն սահմաններ կպահենք, անվտանգությունը շատ լավ կլինի։ Մեր քաղաքապետը մի հատ նենց ուժեղ տղա է, որ սաղ պահում է։